Բարև ձեզ փոքրիկներ եւ ոչ միայն փոքրիկներ։ Ճիշտն ասած, այս հեքիաթը շատ երկար է, բայց ես ձեզ կպատմեմ նրա մի մասը միայն։ Իսկ ավելի ճիշտ, ես ձեզ կպատմեմ այն, ինչ կարդացել եմ հեքիաթների մի պատառոտված գրքից մնացած թերթի վրա։ Գիտեք ոնց է պատռված։ Այսպես։ Վերնագիրն էլ չկա։ Կարող եք ինքներդ վերնագրել։ Հեքիաթը երգով է սկսվում, բայց ափսոս երգի բառերն էլ են պատռված։ Միայն նոտաները կան։ Ու հաստատ այդպես էլ եղել է։ Թրթուրը նախապես գիտեր այդ, բայց նրանց մեջ ամեն ինչ այնքան ու այնքան փոխադարձ էր։ Դե ուրեմն իմացիր։ Քնելուց առաջ մեծ ճագարները փոքր ճագարներին պատմում էին թրթուրների մասին, թե ինչպես են քնքուշ թրթուրիկներն ընկնում ճագարների գլխին ու երջանկացնում նրանց։ Գլխին թրթուր ընկած ճագարներին մյուս ճագարները մի տեսակ բարի նախանձով էին նայում ու հոգոց հանում։ Տեսնես, ես կգտնեմ իմ թրթուրիկին։ Այսպես ճագարներն ամեն գիշեր լսում էին թրթուրի մասին հեքիաթը ու քնում։ Մի սպիտակ ճագար կար։ Նա քնել չէր սիրում, որովհետև ափսոսում էր փակել իր սիրուն մոխրագույն աչքերը։ Բայց նա ամեն օր ճիշտ ժամանակին պառկում էր, որ լսի թրթուրի մասին հեքիաթը։ Լսում էր հեքիաթը, ամուր գրկում տատիկի կարած շորե թրթուրիկին ու հավատում, որ մի օր անպայման իր գլխին էլ թրթուր կընկնի։ Ցերեկները ինչքան էլ ցուրտ լիներ, ճագարը գլխարկ չէր դնում։ Վախենում էր, որ իր գլխին թրթուրիկ կընկնի ու ինքը չի զգա։ Այսպես մի օր ճագարի գլուխը սառեց ու հիվանդացավ խեղճը։ Մուրաբայով թեյ կխմես, հարցրին նրան։ Հյութ կխմես, հարցրին քիչ հետո։ Բայց ճագարը խմել չէր ուզում, ուտել էլ չէր ուզում։ Ուզում էր լսել թրթուրի մասին հեքիաթը իրար հետևից, նորից ու նորից։ Հեքիաթը դեռ 5 անգամ էին պատմել, երբ ճագարի գլխին մի բան ընկավ։ Նա թաթիկները տարավ դեպի գլուխը։ Ճագարի մոխրագույն աչքերն ուրախությունից փայլեցին։ Տաքությունից վառվող նրա թաթիկներում ինքնամոռացության մեջ ընկած մի թրթուրիկ էր։ Ինչ լավ է, որ եկար, դու գտար ինձ, իսկ ես գլխին թրթուր ընկած ճագար դարձա։ Այս խոսքերը ճագարն ասաց համարյա մտքում, բայց թրթուրիկը լսեց նրան։ Ճագարն իր տաք թաթիկներով մաքրեց թրթուրիկի վրա գլուխը։ Հետո նրան զվարճացնելու համար ցույց տվեց իր ունեցած ամենալավ բանը՝ տատիկի կարած շորե թրթուրիկը։ Թրթուրիկն էլ փոխադարձաբար զվարճացրեց նրան, պատմելով այն մասին, թե ինչպես ինքը դեռ շատ փոքր հասակից առանց նկարչական դպրոց հաճախելու նկարել է իմացել, ու որ բոլորը հիացել են իր նկարներով։ Նաև այն մասին ասաց, որ ինքը բոլոր գույներից ամենաշատը սպիտակն է սիրում։ Ճագարն ամոթխած նայեց իր վրայի սպիտակ գույնին։ Ասում են, այս դեպքից հետո ճագարի տաքությունն իջավ։ Թրթուրիկն էլ ինքնամոռացության մեջ չէր ընկնում, իսկ թե ընկնում էր ճագարի կողքին լինելու ուրախությունից միայն։ Ճագարն էլ ցուրտ օրերին արդեն գլխարկ էր դնում, բայց որ ճիշտն ասենք, սիրունության համար էր դնում, որովհետև ինչքան էլ ցուրտ լիներ, չէր հիվանդանա։ Հաստատ գիտեր, որ չի հիվանդանա։ Ճագարիկն ու թրթուրիկը միշտ միասին էին, միայն երբեմն բաժանվում էին, որ կարոտեն իրար։
Երեկոները գնում էին խաղահրապարակ, պպզում ու ասֆալտի վրա գունավոր կավիճներով իրար էին նկարում։ Նկարներում երկուսն էլ թևեր ունեին, ու անձրևը չէր մաքրում այդ նկարները։ Փափուկ ճագար, տաքուկ թրթուր, ուր ենք գնում, ձեռք ձեռքի հուր, գնում ենք մենք հրապարակ, այնտեղ անգամ անձրևի տակ, կնկարենք դու ինձ, ես քեզ, շուրջը սպիտակ, փափուկ ու հեզ, փափուկ ճագար, տաքուկ թրթուր, ուր ենք գնում, ձեռք ձեռքի հուր, գնում ենք մենք հրապարակ, այնտեղ անգամ անձրևի տակ, կնկարենք դու ինձ, ես քեզ, շուրջը սպիտակ, փափուկ ու հեզ։ Վերջ, հեքիաթն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։